Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք կրկին եթերում ենք, սուր ձեզ խոստանում եմ աննախադեպ եթեր, որովհետև պայմանավորված է հյուրիս ներկայությամբ։ Բոլորիդ կողմից շատ սիրված, շատ սպասված իմ գործընկեր Էդգար Ղազարյանն է, բարև ձեզ պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Ես ձեզ միշտ սպասում եմ սիրով։ Ես մեծ սիրով գալիս եմ ձեր տաղավար։ Շնորհակալ եմ։ Ինչա կատարվում մեր երկրում։ Համայնքապետերը կամ սպանվում են, կամ փաստացի ձերբակալվում են։ Եթե իհարկե ԿՊ-ից չեն։ Շատ հետաքրքիր բան եք ասում։ Որտեվ ԿՊ-ի պարագայում անկախ դրանից իրանք ինչ հանցանքներ են գործում, իրանց դեմ ինչ հաղորդումներ են ներկայացվում, ինչ կոռուպցիոն բացահայտումներ են լինում մամուլում եւ այլն, դրանց ոչինչ երբեք չի սպառնում։ Այսօր Արդարադատության նախարարն ասում էր, մենք մեր սխալներն ընդունում ենք, կալանքները աննախադեպ են, բա ոնց ենք դրան նայում։ Աննախադեպ են, այսինքն որ շատ են։ Շատ են, իհարկե։ Ավելին, արդեն նոր հետաքրքիր մի հատ գործողության են անցել, այդ բրասլետները մեր հաշվին են, փաստորեն, կիրառելու էլի մարդկանց վրա, այդ նախագիծն են արդեն ներբեռնում։ Ոնց եք նայում սրան։ Բյուջե ենք լցնում, ինչ ենք անում։ Դե եթե բանակը արդեն թողնում են հասարակության հաշվին, դա էլ պիտի անեն։ Նույնը զինված ուժերում է, չէ՞, այդ 25 օրվա վարժական հավաքները, որով ըստ էության փոխարինում են բանակի հիմնական կազմին, դա էլ են թողել մասնավորի վրա, չէ՞, որովհետև մարդիկ ովքեր գնում են վարժական հավաքների, իրենց աշխատավայրից պահպանվում է նրանց աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն ոչ թե պետությունն է նրանց վարձատրում որպես պայմանագրերին ծառայողներ, այլ դա թողնում են մասնավորի հասարակության հաշվին։ Հիմա նույնն է դա, այսինքն նայեք տեսեք, եթե հիմա կալանքները կիրառում են, ընդ կալանքի իմաստն է, որ դե դուք եք դա մեզ բացատրում հասկանում ենք, թե որ դեպքերում պետք է լինի բացառիկ դեպքերը, որը որ կարա մարդը չազդի քննության վրա, բայց մյուս մեղմացուցիչ դեպքերը, որ էլի հաճախ կիրառություն են, որ մենք, չգիտես ինչի, հասարակությունով հաշտվել ենք այն բանի հետ, որ դա այն ամենայնիվ ավելի լավ դրսևորում է, դա տնային կալանքն է։ Դե չարիքի փոքրագույնն է, էլի։ Բանտային կալանք է, բայց տնային կալանքն ինչ է, որ տունը դա դառնում բանտ։ Եվ վերջո դու ստացվում կալանքի տակ ես էլի քո հաշվին։ Էլի քո հաշվին եւ նաեւ քո ընտանիքի անդամների իրավունքների սահմանափակումների հաշվին, այսինքն նրանք ովքեր տնային կալանքի մեջ են, պետությունը այդ մարդկանց տունը դարձնում է բանտ, ապա կենտրոնացված է էլի այս բանտային ծառայությունը։ Ու դրա հետ միասին նաեւ որոշ դեպքերում նաեւ պատժվում են ընտանիքի անդամներ, օրինակ ասենք Վահան Կոստայանին տալ տնային կալանք նշանակում է պատիժ ընտանիքի անդամներին, էլի, ես տենց եմ հասկացել այդ պատժատեսակը։ Իսկ չեք մտածում, որ բիզնեսի մի տեսակ է, քանի որ զգացին, որ կալանքները շատ է, ես էլ օրինակ ասում եի ներդրումներ ա պետք բանտեր սարքելու համար, արդեն հերթ չկա, էլի, տեղ չենք հասցնում։ Ինձ թվում է, այս ինչ որ բիզնեսի մի տեսակ է։ Այո։ Եվ ասեմ դες, որ ինչքան քաղաքական process-ները մտնեն ակտիվ փուլ, քանի որ հիմնական գործընթացները այդ կալանավորման եւ այլն քաղաքական մոտիվներով են պայմանավորված։ Ինչքան որ քաղաքական գործընթացները ակտիվացան, ինչքան որ մենք մոտեցանք ընտրական process-ներին, դրանք ավելի մասսայական բնույթ են կրելու։ Բոլոր ակտիվ գործունեություն ծավալող եւ հեղինակավոր հասարակական քաղաքական գործիչները եւ հոգեվորականները նոր ձերբակալությունների բանա սպասում ես կարծում եմ։ Եվ նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները առաջիկայում պետք է սպասել նաեւ լրագրողների զանգվածային ձերբակալություն։ Ինչի՞ց է սկսել։ Սկզբից սկսեց զինվորականներ, գիտեք չէ 17000 մոտարապես քրեական վարույթ կա զինվորական գործերով։ Չէ, տեղյակ չէ։ Թվերը, ասեմ, մեր բանակում տես սպա չկա, որ վաստակուններ ցածրնի կոչում ունենա եւ որևէ քրեական վարույթում գոնե վկայի դատավարական կարգավիճակ չունենա, չասեմ, որ մեղադրյալներ, որը բանտարկված, որը տնային կալանք, որը ստորագրություն չեռանալու մասին, տես սպա չկա մեր բանակում, որ չանցնի։ Ու դա միայն 44 օրյա պատերազմի հանգամանքներով չի, որին կարողացել են 44 օրյայով ընդել, որն է չէ, դից վառելիք, այս ինչին գործի են ընդունել բանը, այս բանակի դեմ սրանց արշավ հենց դից է սկսել։ Հիմա եկել է զանգվածային ձերբակալություններ հոգեվորական գործիչների, դե քաղաքական գործիչներին է դա ընթացած, դա երբեք չի բան, օրինակ ասենք Դավիթին, չէ, համբարձում, հռչակվեց վարչապետի տեխնացու, այն պահին, երբ որ տեսան, որ ընդդիմությունը արդեն սկզբնական շրջանում կար, չէ, որոշակի անհամերաշ մթնոլորտը այդ գործընթացի հետ կապված, որ պահին տեսան, որ դա արդեն միասնական տեխնացու անդիմություն։ Միսուարյուն է ստանում։ Գործընթացը բովանդակային փուլ է մտնում, անմիջապես վարչապետի տեխնացուն ձերբակալվեց։ Նույնը համայնքի ղեկավարներ, ասենք տեսեք, Գյումրի համայնքի ղեկավարի նոր ընտրված գնացին ձերբակալեցին իբր կոռուպցիոն
բացառել։ Հավատում եք։ Չէ, ո՞ս կարելի է հավատալ սրանց ասածին։ Ես հավատում եմ ժամանակագրությանը, որ օրը վարչապետը ելույթ ունեցավ ազգային ժողովում, ասաց, որ իրանց համար անընդունելի է, որ Վարդան Ղուկասյանը մնա Գյումրու քաղաքապետ, անմիջապես դրանից հետո տեղ ունեցավ այդ process-ն ու ձերբակալությունը։ Այդ իրան օրինակ հավատում եմ, ժամանակագրությունը լրիվ մեկին մեկ համընկնում։ Բայց հիմա ասենք Տիգրան Ավենյանի Սևանում ամառանոց կառուցելը, չգիտեմ, ուղաթիռով ինչ-որ ճամբար գնալը, ով է հաշվում դրա փողերը, դա որտեղից եղավ, ինչի, ել չեմ ասում, էլ անիվ հիմնադրամ էլ, այ կոռուպցիան իրական վխտում է ամբողջ պետական կառավարման համակարգում։ Անիվի դեպքում, երբ որ մարդիկ ճանապարհում են, հետո են սկսում։ Եթե հանկարծ իրանց կոռուպցիոն գործերից է խոսում ես, քաղաքացիական գործերն Ալեն Սիմոնյանը 2 դատաշահ է իմ դեմ։ Երկուսի իմ իրաշահած դատի բանը, որ ես իբր իրեն զրպարտում եմ, որ ինքը կոռուպցիայով է զբաղվում։ Երբ որ իմ ամեն մի խոսքը հեղում է անում մամուլի հրապարակումներին, իսկ օրենքն ասում է մամուլի հրապարակումը չի կարող համարվի որպես զրպարտություն, որովհետև դա մամուլի, այսինքն ասում են չես դու թերթ կարդում։ Այսինքն չես մտել CVK-ը կարդացել, որ CVK-ը այսինչ թվականին գրել է, որ իր մայրը ջրվեժում առել է ամառանոց Հայկոնում բանկից փող ստանալով, Հայկոնում բանկն է պատկանում Խաչատուր Սուկյասյանին, որը պատգամավոր է պարլամենտում, որ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Չես կարդացել դա։ Եկեք ուրեմն 1 միլիոն դրամ փող կմուծես Ալեն Սիմոնյանին, չնայած որ մենք էս զրկել ենք աշխատելու հնարավոր։ Շատ թանկ վաճառվեց այդ թերթը ուրեմն։ Գետաս ուրեմն բան է, երեխու 7 տարեկան երեխու դեմ 4 երեխեքի դեմից հացը կկտրես, կբերես կլցես Ալեն Սիմոնյանի դեմը։ Այդ էլ դրանց դատական համ, որ որոշումներով է կայացրել ազգային ժողովի մի ուրիշ պատգամավոր Տրթաց Սարգսյանի եղբայրը։ Վայոց Ձորի առաջի եւ Արարատի մարզերի դատավոր, որը իրանց կառավարությունում բանը քաղաքական պաշտոնները դատավորի նախորդող պաշտոնն եղել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նիկոլ Փաշինյանի որոշումով։ Այդ որոշում կա Ալեն Սիմոնյանը հպարտ այդ Գարղազարյանը պետք է ինձ փող տա, որովհետև ես դատ եմ շահել։ Բախտավար կախիտ, ումից ես դատը շահել։ Որ դատավորն է այդ որոշումը կայացրել, որ հանգամանքներում ես կայացրել։ Բայց դու պետք է սպասես, չէ՞, ինչ դեպքի հետ կապված է։ Ասենք հիմա ենթադրենք իշխանության ղեկին ես, այդ սա իշխանության բոլոր ճյուղերը ուզուրպացրել եք, նստել եք ձեր ցանկալի որոշումները, բայց հետո ինչ ալնելու։ Ի վերջո այս ամեն ինչը իր պատասխանը գալու է անգնի տեղը, չէ՞, իրաց պատասխանը գալու է։ Միանշանակ եվրոպական դատարանից ավելի շատ եք տանելու։ Չէ, եվրոպական դատարան ինքը հələ պետք է հաշվի, չէ՞, հիմա պետք է նստի հաշվի ինքը ինչ ունի, ինչ չունի, այս ընթացքում ինչ է հետ գցե, որովհետև այդ ինչ որ ինքը արել է, դրանք խո ես հենց այնպես չեմ խոսել։ Դրանք բոլորը նորից են փաստերի հիման վրա է։ Հիմա ասեք, որ ինքը Վիվարոյի Վիգեն հետ գնացել է Հունաստան հանգստանալու, դա խո սուտ չի։ Իր կինն է, չէ՞ լուսանկարներ հրապարակել, այն տեսանյութը, ասեք մեկը սեղանի վրա է ապարում, մեկը սեղանի տակ է ապարում, մեկը բանամ։ Հիմա ասում եմ, ես դրա մասին եմ չէ՞ խոսել։ Բա կոռուպցիան ո՞րն է ալնում։ Կոռուպցիան են ալնում, որ դու պաշտոնական դիրք ես շարում, պաշտոնական լիազորությունների շրջանակում ալնում, որ դու ծախսեր ես անում, որոնք քո եկամուտներին չի համապատասխանում։ Լրիվ հստակ տեսականորեն նկարագրված։ Հիմա ինչքան էլ ուզում ես դու զորով տար դատարանով շահիվ տելեգրամում մտկերի ուրախացի։ Հետո վերջը գալու է դրանց բոլորի պատասխան տալու ժամ։ Հələ էսի բանը քաղաքացիական գործերի նկատմամբ է։ Բայց հիմա այս պահին հենց վաղը իմ դատն է։ Ուրբաթ է չվաղ։ Սահմանադրական դատարանի գործով։ Ընդհանրապես մի հատ քննադատական խոսք ես ասում, այն էլ ասեմ Էլ է փաստերի հիման վրա։ Վերլուծական ես կասեի ավելի շատ։ Այո, նորից եմ ասում, ոչ մի բանում Նիկոլ Փաշինյանը հելել ասում է սահմանադրական դատարանը քաղաքական բուդկա է։ Նրան դեմ երբեք որևէ իրավական գործընթաց չի եղել, վարույթ չի նախաձեռնվել, մեղադրանք չի առաջ։ Չի, դատավորները վնգստում են, համենայնպես այդ հոդվածը իր վրա չի կիրառվում։ Իր ասածը ես կրկնել եմ։ Ընդ որում հեղում անելով իրան։ Ասում եմ, որ ինքը տենց բան է ասել։ Դե ընդդիմադիր են մեր հետապնդման մարմինները։ Այ քեզ կտանենք դատենք։ Հայր, մեզ ինչ են տանում, թող քննիչներին տանեն, իրանք ընդդիմադիր են։ Փաշինյանին։ Այո։ Հիմա տեսեք, ասենք, քանի քրեական գործեր կան։ Ու սրանք նորից եմ ասում, շարունակություն են անում, ինչքան մոտեցավ ընտրությունները, այնքան նույնը մեր սրբազանների դեմ այդ բաները։ Դա նախադեպ է, դեպ ոնց է չեք քննադատում ես անձնական կյանքի միջամտությունը, այն էլ ենթադրյալ, ֆեյք։ Այդ հələ իր հերթին, հələ նայեք, ասենք, որով Արագածոտնի թեմի առաջնորդը։ Այդ Սյոպան, որ գնացել էր այն ժամանակ ինքը կոչվում էր Անտեր Հարամ։
Հետո վերադարձավ իր ավազանի անվանմանը Ստյոպա։ Գնացել է Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի, դες այդ հարցազրույցները դրանք իմ մասնագիտական հետաքրքրությունների մեր բոլորի անբաժանելի տեսադարանի մասն են։ Այո, հիմա այս Ստյոպան ինչ ասում Պետրոսին, ասում է 21 թվականին ինձ ստիպել են, որ ես մասնակցեմ հանրահավաքի։ Ու դրա հիման վրա հարուցում է վարույթ, որից ինքը իբրև տեղյակ չի։ Որից ինքը սուտ ասած սկզբից որ տեղյակ չի, հետո պարզվեց որ ցուցմունք է տվել, որ բացի դրանից որ հաղորդման հիմքը իր հարցազրույցն է, հետո ինքը ցուցմունք է տվել, բայց սուտ ասած ցուցմունք չեմ տվել։ Հետո լրագրողների հարցերի ճշմարտակ խոստովանեց, որ ցուցմունք էլ է տվել։ Ասած ցուցմունքում ավելի շատ բան։ Բայց ենթադրենք, ասում է որ ես մասնակցել եմ հանրահավաքի, ոչ ասում է դա որորն է ելը։ Ոչ ասում է որ հանրահավաքին է, ոչ ասում է կազմակերպիչն ով է եղել։ Ոչ ասում է իրան պարտադրողը ով է եղել, ոչ ասում է պարտադրանքի մեթոդը որն է եղել, որովհետև որպեսի վարույթ նախաձեռնես, այդ հիմքերը պիտի ունենաս, չէ՞, ասենք հիմա ինտերնետ ես զանգեմ մեկին ասեմ, լսի, գնացիր, օրինակ, շաբաթ օրը հանրահավաք է, գնա մասնակցի, այդ խո չէ՞ որ ես դրան պարտադրեցի, նշանակում է դրան տեղեկացրեցի, չէ՞ հանրահավաքի հիմա այդ պարտադրանքերն է, որ եթե նա չմասնակցի, ես նրա վրա ինչ ազդեցության միջոց պիտի ունենամ, եթե նա հոգևորական, այսինքն պետական կառավարման համակարգի աշխատող չի, նրա վրա ներազդեցության ոչ մի ձև գոյություն չունի, եթե ինքը ապրում Եթե ինքը այդ հանրահավաքին չգնար, իր կյանքում ոչ մի փոփոխություն օբյեկտիվորեն չի կարա լինի, այսինքն ով պիտի ասածը, որ ինքը չէ ասում է, ով ասե։ Եթե նույնիսկ իրան ասել է իրանից մի նիշ բարձր կարգ ունեցող հոգևորականը, նա նրան ոչ գործից ազատող, կարգալույծանողը նա չի, կարգալույծանողը վեհապարն է, վեհապարն է կարգալույծը ոչ թե սուբյեկտիվ որոշումներով, քմահաճություններով անում, այստեղ եկեղեցում հատուկ հանձնախումբ կա, նրա մեջ տարբեր հոգևորականներ են ընդգրկված, այդ հանձնախմբին ինքը մասնակցում է, բացատրում, այնպես չի որ մարդու հարցը դնում են միանգամից, ում հարցը դնում են անպայման կարգալույծության որոշումներում, նաև այլ կարգապահական, որում այդ հանձնաժողովը կոչվում է ոչ միայն կարգապահական, այլև խրախուսանքի հանձնաժողով, այսինքն կարող է մեկի հարցը դե քննարկեն, ոչ թե կարգալույծ անելու որոշում կայացնեն, այլ վեհապարին պարգևատրման ներկայացնեն այդ հոգևորականին, այդ հանձնաժողովի ֆունկցիան դա է։ Հիմա դու այդ ամեն ինչը պիտի անցնես, չէ՞, հիմա ենթադրենք այդ մի հանրահավաքին քեզ ասել են ու դու չգնաս։ Ոչ է գնացել է, ես բոլոր հանրահավաքների մասնակցել եմ, դրա ոչ մի անգամ չեմ տեսել։ Իր դեմքը մենակ Պետրոսի Բացի այդ ասենք հանրահավաքի մասնակիցներն մենք եթե մի քիչ նշանակալի իսկ հոգևորական Իսկ իր դեմքը նշանակալի է։ Իր դեմքը դրանց չես մոռանա։ Տնենք հիշենք, դες տպավորվող ենք, հիմա ոնց ենք հիշում, չէ՞, մի անգամ տեսա։ Շատերը նույնականացրեցին։ Բացի այդ ասենք, եթե մեկը հայտնի հոգևորական կամ մշակութային գործիչ է, հասարակական գործիչն է, լրագրողները մոտենում են, ճեպազրույցներ են վերցնում, ինքն է հանրահավաքից ելույթ ունենում։ Ես օրինակ դիմադրության շարժման բազմաթիվ հանրահավաքներից ելույթներ եմ ունեցել։ Եղել է որ լրագրողներ են մոտեցել, ճեպազրույցներ, հարցազրույցներ։ Մի հələ պոիսկ ես տալի ասում ես, ենթադրենք Տեր Արամ Քահանա Ասատրյան, ճեպազրույց չկա։ Հակառակը Facebook-ում ինքն է գրառումներ արել, որ Կադիրովը ինչքան լավ ժողովրդավարական, մեր երկրին Կադիրովի պես ղեկավարապետ Նիկոլ Փաշինյանը ոչխար է։ Լավ է։ Բա Էս չեն տեսել։ Բա խելոք բաներ ասել, բարձում ասա։ Բան Նիկոլ Փաշինյանը հիմա գնում է նստում անդե հանրահավաքի եկեղեցու տարածքում։ Բա նա չի ասում ոչխարը եկեղեցի բերում են, եթե մատաղի է, բայց դուստ են կապում, վանք չպիտի մտնի, մտել է, իրեն հելը կերակրում է, ինչ-որ փոքր Իդեպ հայացքը տեսակ։ Կերակրվելու Չէ, կերակրողի, հայացքը կերակրվողի։ Մեր կերակ չես իմանում կերակրողի Ես շատ իր հայացքին են, ինքսս մի տեսա։ Ֆուտբոլիստի մի հատ էլ այնտեղ ԿՊ-ից երիտասարդական կազմակերպությունից ֆուտբոլիստ կար, ասենց օծեր վրեն դաջվածքով բան։ Այդ կերակրելուց հետ էլ էր ներկա։ Այդ ինչ-որ բան էր։ Մի բան են չի ստեղ։ Ինչ-որ աման էր պահել, նայ կերակրում էր, այդ էլ դժգոհ է, թե ինչի է այդքան քիչ։ Կարա։ Թողես գնաց, ասաց եկող շաբաթ գալու եմ, եթե քիչ էլ ավ չեմ գա։ Բա, ու սրանք այդ ցուսմունքի հիման վրա
վարույթը նախաձեռնում է, թեմի առաջնորդը ձերբակալվում է, 2 տասնյակ քահանաներ նույն օրը հրավիրվում են քննչական կոմիտե, որպես վկաներ հարցաքննության կամ մտնում են խուզարկություն են իրականացնում թեմի առաջնորդի կեցավայրում, այդ առևանգված իրերը տանում ներկայացնում են իբրև, ասենք ինչ էր էլի, ես էլ եմ պատկեր։ Ասենք սրբա պատկեր տարել, հիմա ես ում եմ անում այդ Բայրամ Աստվածածնի ու Քրիստոսի արծաթյա պատկերը, որը բոլորիս տներում էլ կա։ Բայց իմացա գումար էր հայտնվել։ Ասեք, էդի ինչ կապ ունի 21 թվին Ստյոպայի ինչ որ հանրահավաք գնալու հետ, էլի, որ դա գումարը ինչ կապ ունի։ Դու գիտեիք, որ աղոթքով են սնվում։ Բենզինի չեք, ասում է բանի մոտ Սրբազանի տնից հայտնաբերվել են բենզինի կտրոններ։ Բայց սրբազանը բոլորս էլ ավտոն ենք, ոչ մեկիս ավտոն օդով չի աշխատում։ Կարող է մտածում են ձիերով էին։ Կամ բենզինով է, կամ գազով է, կամ հոսանքով։ Հիմա եթե այն ավտոները, որոնք բենզինով են, այնտեղ պիտի բենզին լցնես։ Բենզինն էլ օրենք են ընդունել իրենք 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենք անկանխիկ շրջանառության մասին, որը որ 300,000 դրամից ավել ցանկացած ծախս պիտի անես անկանխիկ, իսկ բենզինը արժեքավոր ապրանք է, այսինքն դա ձեռք բերել է հաստատ, եթե թեմի առաջնորդը բոլոր թեմի հոգևորականներից, դա մեծ թեմա ամբողջ մարզը ընդգրկող, մի քանի տասնյակ եկեղեցիներ, մի քանի տասնյակ հոգևորը, ամեն մեկին, որ օրը 10 լիտր բենզինի հաշվով էլ տաս, ամեն մեկին ամիս 300 լիտր բենզին պիտի տաս, չէ՞։ Եթե 10 հոգելեր հետ, քեզ եղավ 3 տոննա, 3 տոննա բենզինը որպեսի առնես, կանխիկ փողով չես կարող առնել, փողը որ փոխանցում ես, դրա դիմաց քեզ տալիս են CPS-ի կամ ֆլեշի չեք։ Այդ չեկերը պիտի Սրբազանը տա հոգևոր, գնացել ես տնից, ասենք դրա հանցանքը ո՞րն է, որ դրանից նա ինչ կապ ունի այսօրվա իր բենզինի չեկը 21 թվի Ստյոպայի հանրահավաք գնալու հետ, որ դա որպես իրեն ապացույց հերիք չի վերցրել ես, ասենք եթե գնում ես դու խուզարկություն ես անում, աչքի տեսած ամեն ինչը չպիտի վերցնես, դու պիտի վերցնես այդ տնից, օբյեկտից խուզարկության, միայն վերաբերելի գործի հետ հնարավոր առնչություն ունեցող, այսինքն հուշամեդալներ, հիմա ասենք թե ոնց որ կան մեր տունը խուզարկեն, ես իմ ստացած մեդալները առևանգեն, արգրավեն տանեն, ասենք դա ինչ կապ ունի, ասենք եթե ես հայրենիքի մատուցած ծառայություն եմ, մեդալ, հիմա Սրբազանը մի հատ հուշամեդալ է ստացել, այդ Ստյոպայի հանրահավաք գնալ այդ ինչ կապ ունի։ Փաստորեն ունի, կա ինչ որ տրամաբանություն էլ իրանց բացառիկ։ Ու դա հերիք չի կարել են, հետնել էս փռել են, կամ էս փողերը էս հատիկ են բանարը, որն էս սեղանի վրա էս վիզուալը, հարը նստե հաշվել եմ։ $3000 փողը։ Բասիկ բա եթե օրինակ այդ նույն Պետրոսի մոտ որ գնացել է հարցազրույցի, Պետրոսի ու իր կնոջ մի ամսվա աշխատավարձը ըստ իրենց գույքի եկամուտների հայտարարել $15,000 է։ Ամսեկան երկուս իրար պատկաստ մի քիչ փող է ստանում դրանք։ Մարդու կնիկ։ Ամսեկան $15,000 է։ $15,000 եթե $100 կեսը սարքես եվրո, կեսը ռուսական, ասես փռես սեղանին նկարես, այս սեղանը հաստատ չի ելիքի դրա համար։ Հիմա Պետրոսը զարմացել է, որ ինչ որ ապշած է։ Մի ամբողջ թեմ որտեղ որ խաչքարեր են տեղադրվում, մատուրներ են վերանորոգվում, եկեղեցիներ են կառուցվում, ամեն մի եկեղեցին որ կառուցվում է, բարերարները ինչ են անում, այդ փողը տալիս են Սրբազաններին, փողը տալիս են եկեղեցուն, որպեսզի նրանք շինարարություն կազմակերպեն, բան չէ։ Ինչքան էլ եկեղեցին կարիքավորներին իհարկե։ Այն ամենա միջին չափի քարակերտ եկեղեցիական շինություններ որ կառուցում են, $1 միլիոնից ավել փող է դա արժենում։ Հիմա ասենք թե այդ Սրբազանի կեցավայրում $3,000 սա ասես զարմանանք, որ ասես ինչ կապ ունի նրա մոտի այսօրվա ընթացիկ ծախսերի համար անհրաժեշտ դրամական միջոցները 21 թվի հետ։ Այնել են դեպքում, երբ որ նայում ենք նախորդ կիրակի օրը Հովանավանքում, որ հանրահավաք էին կազմակերպել, այս զորով ընդեղ վարչական ռեսուրսով բերած մարդիկ ընդեղ էին, Թալինի քաղաքապետը Գցել է հետևից իգներն այս դեմից ցանկացած աղանդավորները կային, զարմանալի ինչ գործ ունեին աղանդավորները։ Եթե ասենք թե մտ աղանդավորը հասկանում ես, որ իրանց կառույցից կարող ասել են հակաեկեղեցական շարժում, բայց երբ որ քաղաքապետը գալիս է իր ենթակա կազմակերպությունների, դրանում աշխատող աշխատակիցների հետ, ընդեր քննիչ պետք չես
քննչականում ստաժորներ բանալում են, չէ՞, պրակտիկային։ Դրանց աջակցությամբ կարելի է օգնել այդ քննիչներին այդ վարույթը մի ժամում։ Ընդամենը իդենտիֆիկացնում ես, կանչում ես հարցաքննության, եկել ասում է բանը, ես բժիշկի խալա, մարդկա չերացրե խալաթ է անել։ Բայց խալաթը բժիշկ ես ինչես եկես դեր, կանչ է եղել, ինչ է եղել, հիվանդ կանդ է։ Հələ ինքն է ասում բժիշկը, կարող է նաև անաստաբուժ է։ Թեկուզ անաստաբուժ է, մեկը պետք է ասի, չգիտեմ, իմ անասունն դե է, դու գնա պատվաստի։ Բա եթե քեզ կանչ չեն արել, ինչ ես գնացել դե դու։ Բայց բոլոր հիվանդանոցները բան են, չէ՞, մարզային ենթակա կազմակերպություններ են։ Բայց եթե դե կանգնած է մարզպետը, Կոմոր հարցա չէ առաջանում, դու ամեն կիրակի օրը գնում եք Հովանավան։ Բնականաբար ոչ։ Հատկապես այս կիրակի օրը, որտեղ որ վարչապետն ասել է ես գնալու եմ, որտեղ որ մարզպետ կա, քաղաքապետ կա, նախարար կա։ Այդ ո՞նց է լավ որ դու էլ որոշիր ընդ գնա։ Արծրուն Հովանեսյան։ Արծրուն Հովանեսյանը ասեք եկեղեցու հետ նա ինչ կապ ունի, ինչ առնչություն ունի։ Բայց նա չի հանդե, բարձր չէ, նախարարն ընդեղա չէ։ Նախարարն ընդեղա ինքն էլ պաշտպանության նախարարության համակարգի կրթական հաստատությունում վարչական պաշտոն է զբաղեցնում։ Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիայում դեկան է։ Այսինքն ինքը գնացել է, որովհետև իր նախարարն ընդեղա, բարձր չէ, որ ինքը պատարակի չի գնացել, որովհետև պատարակի գնացող մարդը բանշնի կոֆե չի խմում։ Միանշան է։ Պատարակի գնացող մարդը ծոմ է պահում։ Ջուր չի կարելի խմել, եթե հաղորդությունները չես ստացել։ Այսինքն դա նշանակում է, որ ինքը այդ պատարակի, դրա տարա ոչ այդ համայնքի բնակիչ է, ոչ այդ գյուղի բնակիչ է, ոչ հոգևորական է, ոչ դպիր է, ոչ մի բան է։ Բնայի դեկան է ուսումնական հաստատության։ Հələ պարշի, չէ, այդ մարդկանց մեջ կարող է նաև դեկան է, կարող է մանավանդ ռազմական հաստատություններում ուսանողների կաշկանդվածությունը, ազդեցությունը վարչական կազմի շատ ավելի մեծ է, քան քաղաքացիական բուհերում, չէ՞, որովհետև այդ ռազմական բուհը ներ կեցավայրով զինվորական ծառայությունը հաշվի առանձնահատուկ է, այո։ Այդ համասանում կրթությունը համարվում է զինվորական ծառայություն։ Հիմա ինչ իմանանք, ասենք, քանի կուրսանտ է հետը տարե։ Բա այդ պիտի քնչական է, դա նավ է, չէ՞, մեր աշխարհի նկատմամբ ակնհայտ ապօրինություններ ա լինում, ոստիկանությունն ասում է, մենք դեռ հələ կպարզենք, ինչը պարզենք, բա դուք կտեղեք, որ տեղում կանխեք։ Դե իրանք բայց ինչ են անում, իրանք հանցանքը կանգնել են ոստիկանները, չեն թողնում Հովանավանքի գործող եկեղեցականի մուտք չեն թողում։ Որպեսզի գնաց քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է եկեղեցական ծեսը խափանել է, հոգևոր միջոցառումը արգելել է, նրան ներգործությունը կա հանցանք։ Ազատ տեղաշարժան, հիմն հիմա ասենք հելել անդից ելույթ է ունենում։ Խափանել ասում, խոստովանում էլ ասում է ես իրանք գնացել են, էդ էլ է եղել եթերում։ Օրինավոր հոգևորականները գնում են ասում են դուք արդեն կարգալուց եկեք, պաշտոնապես ծանուցում են ու կարգն են բացատրում, կարգալուծությունից հետո ինքը ինչ պետք է անի, որ բանալիները պետքա հանձնի եկեղեցու, մեքենայի, բարձրում է նաև եկեղեցին իրան բնակարանն է նաև հատկացրեց ծառայողական Երևանում որ ընդ որում այնքան էլ նկարեին դնեին սեղանին։ Այնքան մարդկային, որ ասում են, ասենք, եթե ընտանիք ունի բան, ասենք միանգամից չեն դնում, որ հենց հիմա բնակա ժամկետ են տվել մինչև հունվարի քանիսը, որ մի օր իր համար նոր բնակավայր գտնի եւ այլն, մարդկային նաև վերաբերում։ Ու բացատրում է տարիքով էլ հոգեվորական է շատ հավասարակշռված, ասում է, որ դա այլևս չի կարելի, որ դուք խորան բարձրանաք, չգիտեմ, ժամտում մտնեք եւ այլն, կարգա Սա անպատկառ ձևով հելմատել հայտարարում ասում բանալին փոխել են բան այդ Հովանավանքը հերետա քեզ ժառանգ է գնացել ես նոտարով ժառանգություն ես բացել տեսել ես ժառանգություն ես ստացել որ դրա նկատմամբ իրավունք ունես բանալի ես փոխել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սեփականությունն է այս երկրում սեփականությունը է սահմանադրական իրավունք է սեփականության նկատմամբ իրավունքը դու ո՞նց ես խախտում իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության սեփականության գնացել ես տիրացել ես դրա գույքին ինքը այլ բան էլ արեց եթե որը նաև եկեղեցու սեփականություն լելուց բացի նաև մեր հասարակության համար այսինքն ինքը սովորական գույք չի ինքը նաև պատմամշակութային հուշարձան հանդիսացող գույք է այսինքն այդ գույքը որ մեղքի զգացում նույնիսկ չուներ երբ որ ամուսնությունը չկայացավ Երբ որ մարդիկ ուղակի սկսեցին արդեն խնդիր սարքել։ Վերջ-վերջու դա ամուսնություն էր, որը պետքա պսակվեր։ Ինքը կողք չքաշվեց, որ այդ արարողական տեղի ունենար։ Ինքը նաև որ խափում է մարդկանց։ Երեք օրինակ ինչ որ զույգեր են գնացել, խափելա դրանց իբր
պսակադրություն է անում։ Ինքը դրա իրավունքը չունի։ Հիմա եթե այդ մարդիկ էլ ինչ իմանան, չէ՞, ասենք շարլատան է, հիմա ինքը եկեղեցական հանդերձանքով խաչը կախած եկեղեցում չէ մարդը կարա նաև իրանց կամքից անկախ այդ խարդախության զոհ լինեն, այսինքն իրանց թվա թե հիմա բոլոր մարդիկ չէ որ հետևում են թե կարգալույց եղել է չի եղել կարող է լսել են որ ինչ-որ մի հոգևորական կարգալ բայց ինչ իմանա որ դա է ընտրություն էլ չկարողանա կատարել գնացել են եկեղեցի օրինավոր հոգևորական չկա մեկը քահանայի շորերակած խաչը կախած գալիս է մարդկանց խափում է այսինքն այդ մարդիկ է ծախս են արել չէ բացի այդ պսակադրությունից հետո հանդիսություն ունեն այդ հանդիսության համար բարձրացնա որ այդ ամեն ինչը լրիվ այլևս ոչ մի արժեք չունի նորից պիտի անեն այդ մարդիկ Դե այն է, ասենք, եթե քաղաքացիական անձեր, ինչ էին գնում Սյոպայի մոտ, մարզպետի մոտ կարային այդ այն մարզպետը որ ասում էր, երևի դրա հետ եկեմ, որ ասում էր հանգիստ խոսալ, թե ձայնդ մի բան, մի հատ կար, այտենց մի հատ երևույթ կար։ Չէ, ասենք, ցանկացած մարզպետի մոտ ենթադրենք այդ Արագածոտնի մարզպետ աշտարակ։ Հիմա կարան զույգերը գնան։ Այստեղ է կարական, համեցեք։ Դե այստեղ չեն անի երևի այդպես արարողություն։ Մարզպետները կանեն երևի։ Հիմա հանձնարարություն տված կլինի Նիկոլ Փաշինյանը, որ մարզպետները, քաղաքապետերը, բաները, վարչական, օրինակ Թալի քաղաքապետը։ Այդ ձևի ծառայություն։ Թալի քաղաքապետը աղ կարա օրհնի։ Հա, ասենք եթե թալենցիները հիմա ճաշմաշ էբերուց, կարան աղ տանեն, ասեն մի հատ աղ օրհնի։ Հասկանալի է։ Իսկ ո՞նց եք նայում նրան, որ մեր երկրում մարդիկ գերեզմաններում իբրև թե ինչին ես որևէ կերպ չեմ կարողանում հավատալ, պարապում են, որ հետո մարդ սպանեն։ Դա մի բանի վկայություն է, որ մեր երկրում ոստիկանությունը որպես ֆունկցիոնալ մարմին այլևս գոյություն չունի։ Դե վրա սպանությունները դրա մասին է հենց։ Բանը, ես զենքի թույլտվությունն եմ, օրինական զենք կրող եմ։ Զենքի մասին օրենքը հստակ սահմանում է, զենքը ոնց պիտի պահես, ինչ պայմաններում պետք է, ինչ կարգով պետք է, դրա տեղափոխությունը ոնց պիտի լինի եւ զենքի գործածությունը ոնց պիտի լինի։ Օրինակ ասենք, զենքից կարող ես կրակել միայն հրաձգարաններում կամ որսահանդակներում։ Իսկ եթե ես հիմա զենք ունեմ, օրինական զենք է, իրավունք չունեմ, էլի բալկոնից դուրս գամ, սկսեմ դղ կամ գնամ գերեզմաններում սկսեմ։ Գերեզման ինչը բնակավայրի տարածքում գտնվող մոտ, այո, քաղաքի կամ համայնքի գյուղի գլխավոր հատակագծով նախատեսված բնակավայրի անբաժանելի մաս կազմող տարածք է։ Չէ, բնակավայրը կազմված է բնակելի թաղամասերից, գերեզմանոցից, գյուղատնտեսական հողերից, հանգստի համար դա համայնքի հատակագիծն է։ Որտեղ նաև պահնորդ կա։ Այսինքն համայնքի տարածքում զենքի գործածությունը որևէ նպատակով արգելված է։ Օրենքը ասում է, որ զենքի գործածություն կարաս ունենաս բնակավայրերից առնվազն 5 կիլոմետր հեռավորություն առնվազն, որովհետև ցանկացած հրազենային կրակոցի ձայն ցանկացած խաղաղ մարդու բնակչի մոտ ստրես առաջացնող գործոն է, չէ՞, ասենք կրակոցի ձայն, որս էլ որտեղ, որ հիմա մենք ստե նստած կրակոցի ձայն լսենք։ Պատերազմ տեսած մենք ազգ ենք։ Ցանկացած դեպքում կրակոցի ձայն լսես անհանգիստ ես։ Այլ բան է, որ մարդը իմանա, որ իր բնակավայրից հեռու կա որսահանդակ, այնտեղ որսորդները գնում են որսի եւ այդ կրակոցը ամենայն հավանականություն, բայց գերեզմանի տարածքում մարդ ասում է, ես դարձել է իր համար ուսումնական կենտրոն հրաձգության։ Ոսմա պարբերաբար այցելել անդե եւ զենքից մի անգամ չի եղել դա։ Հա, այդ վազելը, պարբերաբար, բայց որ քայլափոխին այդում էս պարեկներ են։ Հələ մի հատ վաղը հայտարարեք դուք, որ ժամը էս ինչին, հա, մատ 25 հոգանոց հանրահավաքի կազմել։ Չի երկու հոգով էլ կարամ հայտարարեմ։ 250 հոգի ոստիկանը երաշխավորված է։ Բայց եթե խաղաղ հանրահավաքի, որտեղ մարդիկ մենակ խոսում են, դուք 250 հոգով, 2000 հոգով, 20000 հոգով գալի լսում եք մեր գլխին։ Բայց զենքը ձեռը մարդ է, այդում համայնքի տարածքում պարբերաբար կրակոցներ է արձակում։ Ձեզից ոչ մեկը դա չի էնել մի համայնքում, որտեղ փետրվարի 5-ին եղել է սպանություն։ Այս սպանության հետ կապված եղել են ձերբակալություններ, այսինքն կա հնարավոր զարգացումների հետ կապված վտանգ, որ այնտեղ օպերատիվ իրավիճակը ավելի սուր է, որ դուք պետք է այնտեղ ընդհանրապես սկսեք օպերատիվ հսկողություն անել, ապօրինի զենքի թմրան, որտեղ այն մի քանի օր առաջ դուք ձերբակալել եք,
դեսպանի եղբոր, որի մեքենայի մեջից հայտնաբերել եք ապօրինի զենք եւ թմրանյութ, բայց այդ համայնքը ձեր օպերատիվ հսկողության տակ չի գտնվում, ստացվում է, որ չի գտնվում, բայց չի գտնվում, դա էլ հանգեցնում է, երբ որ դա ձեր տանն է, Իսագուլյանի տանն է, իմ տանն է, սրբազանների տների մեջ է, չի լինում, այդքան չեն կարող տասներ բաժանվել։ Բագրատ Սրբազանի ձերբակալության, այդ որ ասում ենք, մի քիչ առաջ ասում ենք, թե Մկրտիչ Սրբազանի տնից քանի հատ բենզինի չեկ էին անել։ Բագրատ Սրբազանի կեցավայրից հանել էին ծուխ։ Գունավոր ծուխ։ Մանուշակագույն։ Այ լուրջա։ Ծուխ։ Որ ասենք հիմա գնաս փեթակ, դրանից ծախում են, որովհետև էդի ոչ հրավառ նյութա, ոչ բանա չի, ասենք թե սովորական երեխաների 2 հատ էլ խլապուշկա։ Հա, պոլիպեդել էին բացած։ Պոլիպեդ կար, էդի պոլիպեդը ծանր։ Ծանր զենքը։ Խլապ, այն երեխեքի ծնունդի, որ մամը փչելուց 2 հոգի, 1 2 հատ էլ դրանից են հայտնաբերել եւ դա համարում են հնարավոր ահաբեկչության կանխում։ Իսկ փարակարում զենքը հայտնաբերում են, իմիջիալոց ասեմ ձեզ, ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Այդ դեսպանի եղբորը, որ ձերբակալեցին, չէ՞, որ իր մեքենայից հայտնաբերել են թմրանյութ եւ ապօրինի զենք։ Նույն օրը ներքին գործերի նախարարը միանգամից փորձեց նրան արդարացնել, Ռաֆիկ ни в чем не виноват։ Да, конечно, всегда։ Ասում է, այդ Իրանը չի էլ է։ Ես իմով նստենք, ցկցել է, թողեք գնացել է։ Երեկոյան դրան ձերբակալին, այսինքն պարզավոր դա տես չի, որովհետև եթե դա Իրանը չի, քնիչը արդեն կանչում է որպես վկա, հարցաքննությունից պարզում է, որ դա Իրանը չի, ողջամիտ է ցուսմունքը, մեղադրանք չի առաջադրում, եթե մեղադրանք չի առաջադրում, չի կարա ձերբակալ։ Իսկ եթե քնիչը այդ որոշումները կայացրել է, ուրեմն ողջամիտ է համարել կասկածը, որ այդ թմրանյութը եւ զենքը իր հետ ուղիղ առնչություն ունի։ Իսկ այն մարդը, որ իբր թող է գնացել, մինչեւ չեն բռնել, գիտեք չէ։ Դրան ձերբակալելու վերաբերյալ ինքը իմունիտետ ունի, ոնց կբռնի։ Օ, երևի Հայաստանում էլ չի։ Ճանապարհեն հետո կհետապնդում։ Երբ որ դեսպանի եղբայրը ասում է, թե ինքը ով է։ Այսինքն ասում է, մեր արևանն էր, որը նստել էր մեկի, այսինքն նրա ինքնությունը պարզ է, չէ՞ որ ասի պատահական մարդ էր փողոցում վերցրել են բան։ Ասում է թե ով է, բայց եթե ով է նշանակում է պարզ է, չէ՞ որ նա ընդհանրենք ես ինչանն է։ Բջջային օպերատորից իմանում են, չէ՞, դրա բջջային հեռախոսի համարը։ Բջջային ալեհավաքները րոպեներով տալիս է, չէ՞, թե դա որտեղ, բայց դուք ոչ չեք գտնում դրան ինչև հիմա։ Չեն ցանկանում։ Այդ ամենը մի հատ կոմենտ գրի, միանգամից կմտնեն։ Այդ ամեն ինչը նույն համայնքում է։ Այդ համայնքն էլ, որ ասես տենց հեռավոր աշխարհի Երևանին ամենամոտ գտնվող համայնքն է։ Երևանին կպած փարակար խոշորացված համայնքը։ Այսինքն դուք ձեր քթի տակ Երևանի մեջ հաստատի, ասենք մենք որ Երևանից գնում ենք, բնակավայրի առանձնացող բան չի կտրվում, այսինքն քաղաքաշինական իմաստով ստերից է նույն բնակավայրն է։ Դուք Երևանի մեջ չեք կարող վերահսկեք օպերատիվ իրավիճակ, որ իմանաք այնտեղ ով զենք ունի, ով մեծ ինչ հարաբերություն ունի, ինչ լարվածություն ունի։ Ով է պատրաստում սպանության, նախապատրաստական աշխատանք։ Ընդ որում ախետ գիտեք ինչև ուր է գնում։ Այդ ԿՊ-ի իրանց համայնքի ղեկավարը, որը հրաժարական էր տվել, դրանից մի քանի ամիս առաջ էր մի հատ սպանության միջադեպով գործի մասնակից եղել, որտեղ ինքը հրազենային վիրավորում էր ստացել։ Դրանից հետո դրա համար ինքը հրաժարական արտահերտ էր, չէ՞, փարակարի ինքնությունը։ Ճիշտ է։ Բայց փարակարի այդ համայնքի ղեկավարն էր դրան մասնակից։ Դրան հանում են արտահերտ ընտրություն են դնում, դա նույնը դառնում է ԿՊ-ի համամասնական ցուցակի առաջի համարը։ Հրազենային վիրավորում ստացած մահվան դեպքով միջադեպի մասնակիցը։ Բա այդ սրանց համայնքի ղեկավարն են, այդ փախուստի դիմացը, որը որ կապ ունի այս ամեն ինչի հետ, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն է եղել, որը նշանակվել է այս միջադեպի մասնակցի կողմից։ Բայց հիմա քերական ոստիկանության պետը մի հատ հանրահավաք անես, գալի կայնում է ոստիկանության պետի կողքը, վարդանը։ Այ բալա դու հանրահավաքի հետ ինչ գործ ունես։
Այդ հանրահավաքին ով է քրեական հանցագործ։ Քրեական հանցագործ դու կնա քո գործին էլի քո մի քանի օր առաջ չէր, էլի կարծեմ Արագածոտնի մարզում մտել էին հյուրանոցից օտարերկրյա քաղաքացուն, սպանել էին, տարի գցել էին այն գայի պոստի հետևը, թողի գնացել, ոչ բացահայտվել է, այսինքն այս երկրում հնարավոր է մարդը հյուրանոցում քնի, գան բռնե սպանեն ու չբացահայտեն։ Սպանվողներ օտարերկրացի, համ սպանողներ ամենայն հավանականությամբ։ Այսինքն գան մարդուն հյուրանոցից անեն, սպանեն, դիակը տանեն, շպրտեն իրաք այդ թողնեն, ոչ բռնվեն, ոչ բանանեն։ Էսի էս երկրի քրեական իրավիճակն է։ Բայց հանկարծ ասել Բագրատ Սրբազանը ունի ծուխ։ Այո, եւ խլապուշ։ Ու հիմա մինչեւ հիմա Բագրատ Սրբազանի պես մարդը բանտում նստած է, որովհետեւ իր կեսավայրից հայտնաբերել են ծուխ։ Կապույտեր։ Հետն էլ ասում է բանը։ Մանուշակագույներ, որ գույներ։ Հա, բանն էլ ասում է հələ նախատեսում էլ էին, քննչական կոմիտեի ղեկավարից լուրջ դեմքով, բակալավրի կրթության։ Ոայ մարդ ասա, սա մագիստրատուրան ինչա որ չես սովորել, հա։ Բանը լուրջ դեմքով նախատեսվում էր, որ պետք է խոտի տուկերը բերեին վառեին։ Հա ինչ։ Նախատեսում էր, ոչ բերել են, ոչ վառել են։ Ասենք վառեին եւ ափսոսում է էլի, խոտի տուկը Հա, չէ։ եթե կլիներ նոր գույքային վնասը թող հաշվեր, եթե իհարկե բողոք կլիներ։ Իհարկե ընդ մենակ գույքային չի, սննդային էլ։ Հա, ճիշտ է։ Հաշվի չի արել կենթայիների իրավունքները։ Հա, էլի, բա, ընչեք, այդպես բան, այդ գյոզալի պես ապրանք ընչեք ուզում վառել։ Երբ որ կարելի է դա Օկցիա եմ անում դա։ Մարդը հիմա ասել ինքան մարդկա վեգան է։ Կարա։ Օրինակ կարող է վարչապետը մի օր էլ ուզում է բուսական լինի։ Կարա, արդեն վարդի հետ կապված մտերմություն է սկսվել։ Չկար, վարդը ցերեկար իրիկում չկար։ Մի բան Որևէ մեկի մոտ հարց չի առաջանում։ Որտեղ է։ Հիմա ասենք վարդը որ դրել է։ Ուր է։ Ուր է։ Առավոտը դրեց։ 2 ժամ հետո գնաց օդանավական վարդը չկա։ Հարց առաջ։ Իմոտ ես իրա դուք չեք ասել։ Ես իրա բնավորությունը եւ ախորժակը իմանալով մեծ հավանականությամբ մտածում եմ որ դա կերել է։ Կար ամեն ինչ կար անես երկրում, որովհետեւ իրավիճակը այստեղ ասում են թո հերք են, չէ՞։ Հիմա թո Նազելի Բաղդասյանի հերքի, որ վարչապետը Դուք չեք հաստատում, դուք հարց եք տալիս։ Իմոտ կա հիմնավոր կասկած, որ ինքը այդ դեղին վարդը կերել է։ Հիմա թո Նազելի Բաղդասարյանը հաստատ հերքի այդ տեղեկությունը ու ցույց տան։ Ասեն որ այս վարդը փորձագետները կարան նույնականացնել, նույնա թե ուրիշ վարդ են բերում, որ այս վարդը չի կերել։ Իսկ ձեր կարծիքով այդ ինչ սրտերի տարափան, Քարոզ Արշավա սկսել ժամանակից շուտ, լոգոյա պատրաստել, ինչ է դա։ Փաստաբանը եւ դու հաղորդման թեմայի հետ կապ չունի, դա պետք է լինի հոգեբուժը եւ դու եթե տես մի հատ հաղորդում, մի հատ հոգեբուժ վարի, իրանք պիտի նստեն այդ հարցը քննարկեն, թե այդ ինչ սրտի կա, այդ ինչ երաշտում, որտեվ ասենք ոչ մի հոգեպես առողջ մարդ Դու շատ տխուր է լինում, շատ հաճախ նկատելի։ Մի հատ երաշտություն չի միացնում նստում։ Գնաց է Փարիզ մի հատ հյուրանոցում երաշտությունը միացնում։ Ասես մա դեմքի արտահայտությունը, շատ մտազբաղ, մտահոգ հայացք ունի։ Գործի տեղը ավտոյի մեջ է երաշտություն։ Կոտրված սերունի, սիրտնակոտրվել։ Լսում ենք կլեբ, հետն երգում ենք, բան չէ, ասենք, ով է երաշտություն լսելուց ինքը իրան նկարում ու այդ հերիք չի, ասենք կարող է մեկը պապարացի, ասենք օրինակ կարող է մեկը վատություն անելու համար, չէ, ձեռ առնելու համար, ասես մեկին երաշտություն լսելուց տենց արտահայտում նկարի գցի ինտերնետ, որ ձեռ վատություն անի, բայց որ մարդը կամավոր դա անի, դա հոգեբուժը եւ դու հաղորդման Առաջարկենք live news-ին։ Այո, կարելի է։ Թեմա է։ Միջայլոց կարող live news-ում նոր հաղորդաշարել։ Դա մասում է։ Հոգեբուժը եւ դու։ Այո, դա հենց դա է ասում։ Ամենապահանջված հաղորդումներից կը։ Իդեպ ստեղ հարց են ուղղել ձեզ, impeachment-ի գործընթացը Դավիթին ձերբակալելու ավելի չկալանավորելուց հետո ինչ եք կարծում, ինչ ճակատագիր կունենա։ Դա իրավական իմաստով չի ազդում գործընթացի վրա, որովհետև նա շարունակում է մնալ որպես վարչապետի օրինական թեկնածու եւ նրա կալանավորված լինելը խոչընդոտ չի գործընթացի հետագա ընթացքի համար, որովհետեւ impeachment-ի որոշումը նրա վերաբերյալ կայացնում է ոչ թե թեկնածուն, այլ կայացնում են ազգային ժողովի պատգամավորները։
Այսինքն գործընթացը կխափանվի, եթե կալանավորված լինեն ազգային ժողովի падգամավորները։ Իսկ որոշումը կայացնողները, падգամավորներն են, նրանք առայժմ ազատության մեջ են։ Իդեպ այդ իմաստով ես մի հատ խմբակցություն եմ արդեն ձևավորում ազգային ժողովում, արդեն 24 падգամավոր ունեմ իմ խմբակցության մեջ, բոլորն են ԿՊ խմբակցության падգամավորներ են։ Բայց որ գնում եմ ազգային այս հաղորդման իմացա որ վարույթներ է նախաձեռնվել այս հաղորդման շրջանակներում, բայց այսօր ես նամակներ չամփել եմ նոր եմ եկել այստեղ։ Շատ լավ է, շատ լավ է։ 6 նամակ։ Արաբգիրի քննչական այս առաջիկայում կոչվել է իմ անունով, Էդգար Ղազարյանյան, Արաբգիրի քննչական բաժին։ Պարոն Ղազարյան, բա մեր դուժողներին չեն հասցնում լսել, փաստորեն դուք եք։ Խիստ զբաղված է։ Դա կոչվել է քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էդգար Ղազարյանի անվան Արաբգիրի քննչական բաժին։ Իդեպ համեթող սովորեն աշխատել ձեր շնորհիվ։ Դի Ախուսափելի է։ Աներ աշխատանք։ Հիմա նայեք, ես երբ որ գնում եմ քաղաքացիների ընդունելության, արձանագրվում այնտեղ փաստը ԿՊ-ի падգամավորը, դե որ խտրական վերաբերում է, ակնհայտ է, որովհետև նաև իրանց միամտությունն է, թե այտենց անպատժելիության զգացումն է։ Այսինքն շատ հանգիստ այդ ազգային ժողովի աշխատակիցը գալիս ասում է, պարոն Ղազարյան, էս ինչի՞անը հրաժարվում է ձեզ ընդունելության արժանացնել։ Ու դա անում է ուղիղ եթերում լրագրողների աչքերը։ Ես դա տալիս եմ ճշտող հարց, ասում եմ ընդունելություն ընդհանրապես չէ, ասում եմ ոչ, ուրիշ քաղաքացիներ կան, գրանցված են 8 քաղաքացիներ, բոլորին ընդունելու է բացառությամբ ձեզնից։ Ասում եմ, բա ինչով է պայմանավորված ինչ ընդունել, ասում եմ, ես չեմ կարող ասել, գիտեմ, ինձ ասել են, որ միայն ձեզ, այսինքն ակնհայտ խտրական վերաբերում։ Ուրեմն նամակ եմ գրել, միպինել է դիմեմ Այստեղ էլի խելք է էլի պետք է հիմար լելու համար։ Դրել են մի պինգել են ասում եմ պաշտոնական գրությամբ, ասում եմ Հակոբ Արշակյանը եւ Ռուբեն Ռուբինյանը Էդգար Ղազարյանին այսինչ օրերին չեն ընդունել որպես քաղաքական գործիչ։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Իրա ձեռով գրել տվել է, որ դա ապացույց։ Հիմա ես բնականաբար ամեն դեպքում հաղորդումները տալիս եմ, 34 հաղորդում գնացել է, 24 կատվածահար է եղել Արաբգիրը։ Բանկա էլի կրկնահանցագործություն ունենք Ռուբինյան 4 անգամ այդ նույն հանցանքն արել, Արշակյանը 4 բազմադրվական անգամ։ Հիմա դե քնիչը բնականաբար ինքը կարասում է որոշում, որ վարույթի նախաձեռնելու, ես դա բողոքարկում եմ դատախազին, դատախազը քնիչի որոշումը թողնում է անփոփոխ, ես դիմում եմ դատարան։ Դատարանը բողոքարկել են վերաքնիչ դատարան, որը որ չի բավարար։ Հիմա դատարանի մի որոշում կա, դա ինձ լրիվ բավարար էր, որ Հակոբ Արշակյանի մասով է, որ պարտավորեցրել է քննչական կոմիտեին նախաձեռնել վարույթ։ Արտակարգ։ Հիմա բնականաբար իրանք վարույթը նախաձեռնել են ամսի 16-ին, ամսի 17-ին հայտարարում են վարույթը ավարտելու մասին։ Այսինքն ոչ մի վարույթային գործողություն չի անում։ Միանշանակ դա էլ է բեկանվելու։ Հոկտեմբերի 18-ին ինձ հրավիրում են, որ ծանոթացնեն, գործունեություն չկա էլ, այսինքն գործունեությունը մենակ դատանի որոշումն է, մեկ է իր որոշումը, որ վարույթը նախաձեռնել, վարույթ փակել է։ Դե բնականաբար ես դատարկ ձեռով քննչական կոմիտե չեմ։ Իհարկե, սիրում եք նվերներով։ Նվերներով եմ այդում։ Շատ հյուրասեր։ Այդ անգամ որոշեցի 8 միջնորդություն։ Վարույթային գործողություններ իրականացնելու 8 միջնորդություններով, դա իմ կարծիքով լավ նվեր էր։ Շատ։ Քննիչի համար։ Մեկն էլ արդեն իրանց բավարարալու։ 8-ն էլ հիմնավորած, ամեն մեկ 4-ից պակաս չի լինում, հիմնավորումները լրիվ։ Հա, այդ միջնորդությունները տվեցի, հələ տուն չհասած արդեն մերժումները գրես տվեց։ Մտածելով որ ես Վունդերկինդն են։ Չէ, վունդերկին չի։ Մտածելով չէ, ես իրանց ասի որ ես արձակուրդ եմ գնում հանրապետությունից բացակայել եմ մի շաբաթ։ Մտածես որ եթե այսօրի մերժումները տա, ես մինչև գամ 7 օր անցած արել բողոքարկելու հնարավորություն չեմ ունենա։ Հա, շուստերություն են արել։ Հասկանալ։ Ինձ ինչ ապե։ Այդպես մի բան ապե։ Երեկոյան մի քիչ ավելի երկար աշխատել, նույն օրը նստեցի, բողոքարկումները գրեցի դատախազին, հանձնեցի նոր գնացի, իմ վաստակած հանգիստը։ Ասում ես իմ սև գործը կանեմ նոր։ Հիմա մի հատ արդյունաբերություն է քննչական կոմիտեի ու իրանք դպրտալու տեղ չուն, որովհետև հիմնավորումը պատկերացրեք վարույթ են նախաձեռնել։ Ինձ այդ վարույթում նույնիսկ որպես վկա չեն ներգրավել։ Դուժող առաջին հերթին։ Քրեական իրավունքում այդ հասկացությունները քրեական դատավարության օրենսգիրքը կա, բայց դա վարույթը նախաձեռնելուց առաջ ասում է հանցագործության մասին հաղորդում տված անձ։ Եթե դու հաղորդում տված անձի ի վերջո հաղորդման հիման վրա վարույթ ես նախաձեռնել, իր հաղորդում տված անձ կարգավիճակը արդեն վերանում է։ Նա ձեռքաբերում նոր իրավական կարգ կամ տուժող կամ վկա։
Հիմա վարույթ կա, այդ վարույթում ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ մեղադրակ կա, ոչ մի բան չկա։ Ու սրանք մտածում են, որ դա գրեթե տվին իմ ձեռը, ես ասել եմ, դե որոշում կա։ Հիմա այս գործընթ պատկերացնում եք, չէ՞, 24 падգամավորը անցնում այդ գործով։ Եթե իմիջիալոց ես միջնորդությունը գել է այդ 8-ի մեջ մենա, որ այդ 24 падգամավորին ներգրավեք որպես վկա, կանչեք հարցաքննություն։ Որտե մարդ են կարող նրանց մեջ օգնականներին էլ։ Նաև ինքնախոստովանական ցուցմունք տվող էլի, չէ՞։ Հիմա կարող է մի падգամավորը Էմա Պալյանն է գնում ասում այ մարդ գալատ եմ արել։ Հալա, այո, արել եմ խտրական, որ ուզում եք իմանալ, ես էլ չեմ արել, Հայ Կոնջորյանը ինձ ասաց խմբակցությունը որոշում է Ղազարն է գալ։ Մարդը չէ, կարա ճշմարտությունը ասի, իմ կարծիքով դա ճշմարտությունը։ Բայց դու ոնց չես կանչում նրան հարցաքննության։ Եվ եթե դու չես ֆայմում, բայց միջնորդությունը ոնց ես մե։ Միջնորդությունը մերժելուն էլ էտել է, էլի իրավական գրագիտության, ես հիմա առաջիկայում նաև նամակ գրեմ արաբկիրի քննչական բաժնում, այդ վերապատրաստման դասընթաց կամավոր ես էլ կարամ բանը։ Որտեւ ասեք միջնորդության մերժման հիմքում դնում է քննիչի լիազորություններ, ասում է միջնորդությունը մերժում է, որտեւ քննիչն ինքն է որոշում ում ներգրավ հասկացանք, բայց պետք է քննիչը որոշելուց հիմնավոր բայց քրեական դատավարության օրենսգիրքը նաև տալիս է միջնորդություններ ներկայացնելու իրավունք, չէ՞, այդ միջնորդությունները եթե մերժում ես, ոչ թե պետք է միջնորդության մերժման հիմքը տնի քննիչի լիազորություն, ինչ որ դու պարտավոր ես անել, այլ միջնորդության բովանդակության հետ կապված պիտի ասես։ Այսինքն եթե դու վկա ներգրավելու միջնորդություն ես ստացել, մերժում ես, քո մերժման հիմքը պետք է լինի բովանդակային, ասես որ իմ կարծիքով ըստ ունեցած քրեական վարույթի այլ նյութերով, այս մարդիկ որևէ առնչություն չունեն այս ամեն։ Դու դա պիտի հիմք ընդունես մերժել։ Որ դասես քննիչին է տրված, բայց քննիչին է տրված լիազորություն դրա համար է միջնորդությունը քեզ ներկայացնում։ Մենա միջնորդությունը կներկայացնի մի հատ անասնաբուժի։ Քեզ է ներկայացնում, որովհետև օրենքով քննիչը պիտի իրականացնի այդ գործունեությունը։ Հիմա ասենք դե ազգային ժողովուրդ падգամավորներին պատվաստում ես, კი միջնորդություն չեմ ներկայացնում քննիչին, ասում ես մի падգամավորն է պատվաստել։ Այդ ժամանակ ես կդիմեմ, ասեք անասնաբուժական ծառայությանը։ Կարակ։ Հիմա միջնորդությունների այդ մերժումների մի հատ արդյունաբերություն է արաբկիրի քննչական բաժնում, ու իրանք ես իրանցից ինչ իմ պահանջը շատ խելամիտ որպես բա ակնհայտ է, չէ՞, ասենք 4-րդ ամիսն է արդեն։ Մի դեպք չի, երկու դեպք չի, մի դերոնից մի падգամավոր չէ, էլի, որ ասես գիտես ինչ ինքը տենց բան է ցուցաբեր։ Ակնհայտ միայն ԿՊ խմբակցության падգամավորները, եթե այլ խմբակցությունից են падգամավորները այդ ընդունելությունները կայանում է, եթե ԿՊ-ից է, դա չի կայանում, ընդ որում կապ չունի սովորական падգամավորը, հանրաժողովի նախագահը, ազգային ժողովի փոխնախագահը։ Ակնհայտ խտրական վերաբերմունք ցուցաբերում են քաղաքական գրում տալիս են, բանավոր խոսքով ասում են, այսինքն իմ իրավունքը այդ իմաստով խախտվում է։ Բայց ձեր գործի անուն ի՞նչ է, որ դու դա չեք անում։ ՄԻՊ-ը ինչ է արձագանքում։ ՄԻՊ-ն էլ վարույթը նախաձեռնել է, այդ հարցումներն այլագրությունները ստացել, ուրիշ ոչ մի որոշում չունի։ Բայց դե ճար չունեն էլի, հիմա այտենց բախտի են արժանացել։ Եվրոպական դատարան բոլորը դեմ եմ մնալու, որ իմ կիսադրին դնեն քննչականի բաղում։ Ինչու։ Անվանակոչություն։ Համ ձեռնահասությունը իրանց աճը ունենա ձեր շնորհիվ համ էլ չդնեն։ Անվանակոչումը լրի բավարար է։ Մենք այնքան որ գրվի Էդգար Ղազանի անվան արաբկիրի քննչական բաժին, դա լրի բավարար է։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Ավելացնելու բան ունեք։ Շնորհակալ եմ ձեզ։ Հարգելիներս, շնորհակալ ենք մեզ հետևելու համար, կարծում եմ շատերդ դասեր քաղեցիք, շատերդ իրազեկվեցիք, շատերդ էլ հասկացաք, թե ինչ եք անում մասնագիտական հենց ոլորտում։ Շարունակեք հետևել մեզ, որ լինեք առավելապես